Ողջույն, ես Լուսինեն եմ։ Այսօր կխոսենք ուսապարկով զբոսաշրջության մասին, որը աշխարհի բացահայտմանն է տանում քայլ առ քայլ։ Դրա համար ձեզ ընդամենը պետք է ցանկություն եւ ուսապարկ։ Դե ինչ, գնացինք։ Ուսապարկով զբոսաշրջությունը ճամփորդելու ամենաէժան ձևերից է։ Զբոսաշրջիկները տեղից տեղ են շարժվում մեքենաներով, ավտոբուսներով, շատ հաճախ քայլարշավներ են կազմակերպում։ Գիշերակացը ապահովում են երիտասարդական հոսթելներում կամ վրաններում, իսկ սնվելու գործընթացը կազմակերպվում է ոչ թե ռեստորաններում, այլ ճանապարհային սննդի կետերում։ Այսպիսի զբոսաշրջությունները կազմակերպվում են խմբային, ծախսելը կիսելու նպատակով։ Ուսապարկով զբոսաշրջության մեջ կարևոր է նախապես երթուղու պլանավորումը, ուստի շատ հաճախ զբոսաշրջիկները իրենց հետ վերցնում են քարտեզներ։ Դա կարևոր բաղադրիչներից մեկն է, մյուսի մասին մենք արդեն խոսել ենք ուսապարկը։ Ուսապարկը պետք է պարունակի տաք հագուստ, քնապարկ, անջրանցիկ բաճկոն, ջուր եւ չոր սնունդ, առաջին օգնության պարագաներ եւ փոքրիկ գործիքներ, լապտերիկ, դանակ եւ այլն։ Ուսապարկով ճամփորդողները հիմնականում այցելում են պատմաճարտարապետական հուշարձաններ, բնության հետ առնչվող գողտրիկ անկյուններ, իսկ թանգարաններ գնում են այն ժամանակ, երբ մուտքն ազատ է։ Այս ոլորտում առավել հայտնի են Հնդկաստանը, Թայլանդը, Հայաստանը նույնպես իր ուրույն տեղն ունի ուսապարկով զբոսաշրջության մեջ։ Հայաստանի Հանրապետությունն աչքի է ընկնում բնության գեղեցկությամբ, մշակութային հարուստ ժառանգությամբ, ինչպես նաև այն ունի լեռնային մակերևույթ, ուստի ուսապարկով զբոսաշրջության համար հարմար վայր է։ Սակայն այսօր կանդրադառնանք Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզին։ Տավուշի մարզը Հայաստանի հյուսիսարևելյան մասում տեղակայված գեղատեսիլ տարածաշրջան է, որը դառնում է ուսապարկով զբոսաշրջիկների համար գրավիչ վայր շնորհիվ իր անաղարտ բնության, պատմամշակութային հուշարձանների եւ արկածային զբոսաշրջության հնարավորությունների։ Տավուշը հայտնի է իր անտառներով, սարերով եւ գեղատեսիլ լեռներով, ինչը այն դարձնում է կատարյալ վայր ուսապարկով զբոսաշրջության համար։ Տավուշի մարզի գյուղերը հայտնի են իրենց հյուրընկալությամբ։ Զբոսաշրջիկները կարող են վայելել տեղացիների հետ շփումը եւ ծանոթանալ մարզի ավանդույթներին։ Լեռներում եւ անտառներում կարելի է հեշտությամբ գտնել ճամբարային վայրեր, ինչը ուսապարկով զբոսաշրջությունը դարձնում է ավելի մատչելի եւ հետաքրքիր։ Դե ինչ, այսօր այսքանն էի պատրաստել, իսկ դուք մի մոռացեք կտրվել աշխատանքային առօրյայից եւ ձեր կյանքը մի փոքր արկածային դարձնել, քանզի առանց դրա այն այնքան էլ հետաքրքիր չէ։ Ստեսյուն։